Իրանում եւ Իրանի շուրջ իրավիճակը սրվում է։ Իրանի ներսում մենք տեսնում ենք ուղղակի ռեկորդային հիպերսղաճ, որը կարող է նոր դժգոհությունների ալիք բարձրացնել։ Զուգահեռաբար Միացյալ Նահանգները ահռելի կուտակումներ են կազմակերպել Արաբական ծովում եւ ամերիկյան ավիակիր Աբրահամ Լինքոլնը եւ հարվածային նավերը դուրս են եկել հարվածային դիրքեր։ Իհարկե, պատերազմն ինքնին լավ բան չէ, այստեղ քննարկելու բան չկա։ Իսկ երբ պատերազմը հենց մեր սահմանին է, այստեղ կան այս պահի դերությամբ անկանխատեսելի վտանգներ։ Սա եւս քննարկման առարկա չէ, աքսիոմատիկ է։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ, որն է Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանի քաղաքական դասի դիրքորոշումը։ Վստահաբար այս ամենում առավել օպտիմալը դա բարյացակամ, խաղաղասեր չեզոքությունն է։ Սա է այն խելամիտը, որը Հայաստանը պետք է ինքն իրեն թույլ տա եւ դիրքավորվի ըստ այդմ։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ խոսք է գնում մեր հարևան բարեկամ երկրի մասին, որը ցավոք սրտի թաթախվել է մի ծանր ճգնաժամի մեջ։ Ոնց դուրս կգա, իհարկե այս ամենը մեր տիրույթից դուրս է, բայց այնուամենայնիվ Հայաստանը շահագրգռված է շուտափույթ հարցերի լուծման եւ իրավիճակի կայունացման։ Այստեղ ավելորդ դատապարտումներ, դատափետումներ, պաշտոնական նկատի ունեմ, անտեղի են, սակայն պարզ է, թե ինչի կողմն են մեր համակրանքները, դա իհարկե ազատություն տենչողներին, սպասենք դեպքերի զարգացմանը։